Ես ուղղակի պարոն Հովհաննիսյանի ասածին կուզեի ավելացնել, որ դիմակները պատրելը ոչ միայն հոգևորականներին է վերաբերելի, բայց նաև բոլոր նրանց, ովքեր փորձում են հոգևորականներին առաջ մղելով որպես սրբեր, որպեսզի ժողովուրդ ավելի ակնածանքով վերաբերվի եւ նրանց հետևում իրականացնում են իրենց ապապետական գործունեությունը։ Եկեղեցին, որը պետությունից անջատ է եւ այդ հոգեվոր իշխանությունը, դուք նկատել եք, որ բազմիցս միջամտում է, ես կասեի, խառնվում է աշխարհիկ պետության գործերին եւ նաեւ եղել են ուղիղ կոչեր իշխանափոխության։ Սա անթույլատրելի քաղաքականություն է եկեղեցու կողմից, որովհետեւ նրանք ավելի շատ իրենց հոգեվոր հոտը, երկիրը, մարդկանց հանրությանը միավորելու առաքելություն ունեն, բայց ոչ պառակտելու։ Մինչդեռ մենք տեսնում ենք ուղիղ պառակտիչ գործողություններ եւ շարժումները, որոնք տարբեր ժամանակ եկել են մեկ ազգի փրկիչներ, մեկ զարթի լաոներ, որոնք տապալվել ձախողվել են, վերջին հույսը մնաց հոգևորականի միջոցով իրականացնելը, այն պարզ պատճառով, որ Տավուշի թեմում գուցե նա ուներ որոշակի հեղինակություն եւ այդ հեղինակությունը փորձեցին օգտագործել մարդկանց մոբիլիզացնելու վրա, բայց ստացվեց այնպես, որ նա խայտարակեց եւ հայ առաքելական եկեղեցուն եւ ցախողեց նաեւ ընդդիմադիրների շարժումը։ Այստեղ արդեն պիտի մտածեն, թե ինչու նաեւ չկա, պարոն Հովհաննիսյան, դուք հարցում եք ինչ կանոնակարգով, որքանով որ տեղյակ եմ եկեղեցական կանոնակարգերին, կարգավիճակի սառեցում չկա ընդհանրապես նման հասկացություն եւ սառեցումից հետո հետ վերադարձ եկեղեցի չկա նման ընթացակարգ, հետեւաբար պիտի հասկանալ ինչ կարգավիճակ ունի Գալստանյանը եւ ինչու նրան շարունակում են դիմել սրբազան, դա ցկյանս տրվող կոչում չէ, որ նրան սրբազանով են դիմում, ամեն դեպքում սրբազանը շատ հաջող ձախողեց ամեն տեսակ շարժումներ, թող որ լինեն նման սրբազաններ, որոնք կարողանում են առանց որևէ միջամտության ձախողել ցանկացած շարժում եւ իրենց քաղաքական կոչերը անհամատեղելի են իրենց Աստծուն տված ուխտի հետ եւ իրենց գործունեությունը անհամատեղելի է։ Եթե իրենք այդքան հաստատուն լինեն իրենց հավատքի մեջ, մենք ավելի շատ միավորված հավատացյալ համայնք կունենայինք։ Ցավոք, մեր եկեղեցին այսօր չի կարողանում միավորել անգամ իր հոտին։ Հետևաբար մենք ունենք այն պատկերը, որ ամեն հոգևորական ուղղակի սքեմը հակած ինքը իրականացնում է քաղաքական գործունեություն եւ քաղաքական արշավ։ Մի օր կտեսնենք կուսակցություններ գուցե ստեղծել, արդեն չենք զարմանա դրանից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։